Բարև ձեզ արգել է հեռուստադիտողներ 168 TV-ի եթերում ռևյուն է։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք հեռուստալրագրող Հռիփսիմե Առաքելյանին։ Բարև ձեզ Տիկին Առաքելյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Տիկին Առաքելյան այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկի 5-րդ տարելիցն է, ողբերգության օր, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում տնից կասկա բրոնեժիլետ վերցնել եւ գնալ ռազմաճակատ, քանի որ ըստ նրա դա մեր երկրորդ սարդարապատն էր։ Տարիներ անց նա ոչ միայն հանձնեց Արցախը, այլ նաև փորձում է մոռացության մատնել, որ առհասարակ Արցախը երբևէ հայկական է եղել։ 5 տարի անց ինչ իրավիճակում ենք։ Տարիներ անց նաև պատերազմից մի 2 տարի անց երևի թե մինչև Արցախի վերջնական հանձնումը արգելի ռազմիկ երևի թե կհիշեք, որ ասաց խորհրդարանի ամբիոնից, որ դե ինչ անեի, պետք էր պատերազմ անել, որպեսզի ինձ չասեիք դավաճան եւ չմեղադրեիք, որ ես հողերը պարզապես հանձնել եմ, երևի հիշում եք դա, այսինքն բացարձակ ոչ մի ապրումակցում, ոչ մի կարեկցանք եւ այդ ամեն ինչին գումարած հանցագործության այսպիսի մասշտաբի ներկայացում, որ ես պետական հանցագործ եմ ուղակի, որովհետեւ այդպիսի հայտարարություն անել նշանակում է ինքնախոստովանական ցուցմունք տալ եւ ասել, որ այո, ես շատ լավ էլ գիտեի, որ մենք պարտվելու ենք եւ ես հատուկ տանում եմ այս ամենը պարտության եւ այո, ձեր երեխաներին ես անձամբ եմ տարել եւ կոտորել։ Բայց մինչեւ այսօր ցավոք սրտի այդ հարցերի պատասխանը նա չի տվել, նա չի կանգնել դատարանի առջև, նա չի կանգնել պետական դավաճանի հոդվածով դատապարտվելու առջև, բայց ես լիահույս եմ, որ այս դարակազմիկ հանցագործությունները, որը այս մարդու կողմից արվել են հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի, ընդհանրապես հայ ժողովրդի եւ Արցախից մեզ զրկելու այս խայտարակ ակտի շրջանակներում նա միանշանակ պատասխան է տալու։ Այսօր նա ընդամենը մի լուսանկար էր հրապարակել ԿՊ-ի 7-րդ համագումարից, այդպես ինքը խոնարհված եւ ընդամենը գրել էր «Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը»։ Փառք նահատակներին, այն նահատակներին, որոնց ինքը դուք լավ նշեցիք, բրոնեժիլետ կասկայի կոչ էր անում եւ արդյունքում սեպտեմբերի 27-ից այդ պատերազմ ես չեմ էլ ուզում ասել, այդ կոտորածը հատուկ օպերացիան, որը հեղինակեց նա թշնամի պետության ղեկավարի ցուցումով կամ հատուկ պրովոկացիա արեց, որպեսզի այդ ամենը տեղի ունենա, այդ կասկաներով եւ բրոնեժիլետներով տարավ 5000-ից ավել մարդու կոտորեց եւ արդյունքում ամբարտավան կերպով միջև այսօր հոխորտում է մեզ եւ տարիներ շարունակ դրանից անց այսօր արդեն ահաբեկում է բոլորիս, խոսքի ազատությունը ամբողջությամբ մեր երկրում տոտալ սահմանափակվել է, կարելի այդպես ասել, ժողովրդավարությունը, որը ինքը սահմանել է իր բրենդը, այսպես ասած, որ ինքը ժողովրդավար ղեկավար է, որ ինքը ժողովրդավարության բաստիոնն է ձևավորել այս տարածքում, հայոց հողում, այդ ամեն ինչը միանշանակ մենք Հայաստանի քաղաքացիները շատ լավ զգում ենք, թե որքանով է դա ժողովրդավարական եւ իր լկտիությունը եւ լպերշությունը արդեն հասել է այն չափերի, որ այլևս ինքը չի էլ ամաչում եւ նույնիսկ այդ ամենի տակ ստից թուղթ կամ օրենք էլ չի դնում։ Ես այսպես եմ ուզում, այսպես եմ անում, բայց այս բարձի թողիության պատճառը նաեւ մենք ենք, հարգելի ռազմիկ, որովհետեւ երբ թույլ ես տալիս մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ եւ այդպես շարունակաբար, որ նա այս սարսափելի հանցագործությունները կատարի մեր գլխին, սեփական ժողովրդի գլխին, արդյունքում պետք է մենք այսպիսի հանգրվանի հասնենք, որը բացարձակ պատահական չէ, սա խիստ օրինաչափ է։ Մենք չենք կարողանում բռնել նրա ձեռքը եւ մարդը շատ այսպես խրոխտ, մուրճով կրկին, մի մարդ, որ 20 թվականի այդ կոտորածից հետո 21-ին մուրճով գնար խորհրդարանական ընտրությունների, 26-ին ոնց կարող են նույնը չգնել, կարող է որ նա գնում է կացինով գնալ, ոչ թե մուրճով։ Խնդիրն այն չէ, որ նա գնաց, խնդիրն այն է, որ վերընտրվեց։ Դե հենց դա է, այսինքն ինքը գնաց ընտրությունների վերընտրվեց, դրա համար 26 թվականին նրա լկտիության եւ լպերշության չափը արդեն հասել է այնպիսի գերադրական աստիճանի, որ նա կարող է արդեն մուրճ մի բեր, կացինով, կացինը շատ ավելի համահունչ է այս դեպքում, կացինը ձեռքը թող գնա մասնակցի նախընտրական քարոզարշավին։ Այս ամենի մեջ ավելի տխուր է այն փաստը, որ ես խիստ մտահոգություն ունեմ, որ սրան չգնան չընտրեն։ Գիտեք ինչի, որովհետև ստեղ մի հատ բան է, չէ, հոգեբանական մի թեզ կա, որ ասում են, երբ որ
դու անընդհատ զոհ ես դառնում ինչ որ բանի, դու սկսում ես քո դահիճին սիրել։ Ինձ թվում է, որ այս մեր ժողովրդի մոտ այս ընդհանուր ստրեսների, այս խնդիրների, այս խնդիրների, այս զոհերի, այս արյան արդյունքում ընդհանուր բթացման եւ սեփական դահիճին սիրելու process-ը միգուցե էլի գեներացվել, որի արդյունքում ասենք անջատված sense ասում են, հա դե լավ, ման sense, բայց դրա պատճառն էլ միանշանակ պետք է գտնել նաեւ ընդդիմության մեջ, որովհետեւ եթե մենք ունենայինք առողջ դիմադրություն ցույց տվող ընդդիմություն, ապա այս հոգեկան հիվանդ տրամադրությունները ես բնորոշում եմ մեր հասարակության մոտ հոգեկան խնդիրներ կան, այսինքն հոգեկան, հոգեբանական խնդիրներ կան եւ դրա արդյունքում մեր հասարակությունը չէր հայտնվի այս վիճակում, այսինքն եթե գոնե ընդդիմությունը adekvat լիներ։ Մենք ունենք ոչ adekvat իշխանություն, բայց մենք ունենք նաեւ ոչ adekvat ընդդիմություն, որքան էլ որ այդ ընդդիմության գաղափարները ես կիսում եմ, որքան էլ որ որտեղ կանգնեն գնում իրենց կողքը կանգնում եմ, բայց այդ կանգնելով հարց չլուծվեց։ Մենք տեսանք, մենք 3-4 շարժում ենք ունեցել, 4 ավելի կոնկրետ, եւ այդ 4 շարժումների արդյունքում մենք ոչ մի բան չենք ասել։ Եվ ես 3 նայում եմ պարլամենտում իմպիչմենթի գործընթացի հետ կապված լսումները, ամբողջը նայել եմ ռազմիկ։ Սկզբից մինչև վերջ լսել եմ այնտեղ կանգնած բոլոր մարդկանց երևի թե 90%-ին ես նաև անձամբ ճանաչում էի։ Ես լսում եմ ու իմ մոտ մի այսպիսի տպավորություն էր, որ շատ շատերը, իհարկե խոսքը բոլորի մասին չէ, շատ շատերը, որոնք այդ դաշտում են գործում, իրենք էլի լավ չեն պատկերացնում, թե իրենք ինչի էին գնացել 3 պարլամենտ։ Ինչու եք նման տպավորություն ստացել։ Որովհետև իմ մոտ այնպիսի տպավորություն էր, ոմանց տեսնելով եւ լսելով, որ իրենց համար ընձեռվել էր առիթ, որ գնալ խորհրդարանում ինչ որ ելույթ ունենալ եւ երևալ եւ ցավոք գնահատական պետք է տամ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մի ցույց դնել իրենց ինտելեկտուալ գիտելիքները, այսպես ասեմ։ Դա ինձ շատ տխրեցրեց, իհարկե բացառության կարգով որոշ ելույթների, որոնք կոնկրետ կառուցողական են, ես Արմեն Աշոտյանի ելույթն եմ ուզում այստեղ առանձնացնել եւ նաեւ իմ սոցիալական մեդիայում էլ կիսվել էի, մարդը կոնկրետ խոսեց, կոնկրետ առաջարկներ արեց, կոնկրետ խոսեց, որ պետք չի սրաներա վրա գցել, մենք ժողովուրդն է մեղավոր, ընդդիմությունն է մեղավոր, իշխանությունն է մեղավոր, ասում եմ մենք պիտի մի ձևակերպում տանք, որ ես պիտի հանեմ Նիկոլին, այսինքն եթե մենք յուրաքանչյուրս մենք մեր տեղում չլինենք եւ մենք չորոշենք մեր անելիքը եւ այդ քայլերը ամեն մեկս մեր տեղում չանենք, այդ հարցը չի լուծվելու։ Հիմա օրինակի համար, ասենք մեր շենքում ինձ մարդիկ տեսնում են, ասում են Ռիփսիմե ջան, սրան երբեք հանելու, ասենք Ռիփսիմեն է հանողը սրան։ Ռիփսիմեն ինքը իր գործն անում է, ինչքանով որ հնարավոր է։ Բա դուք ինչ եք անում։ Ես այդպես ընկալեցի Աշոտյանի, այսինքն ամեն մեկը իր տեղում եթե աշխատի, ամեն մեկը իր տեղում մերժի սրան, այսպես ասած, ամեն մեկը իր տեղում այդ պայքարը անի, ամեն մեկը իր տեղում համախմբի, կոնսոլիդացնի եւ չվախենա, ամենակարևորը չվախենա, այսօր ինձ թվում է բանտարկվելը այլևս շռայլություն է մեր պարագայում, որովհետև այն մարդիկ, ովքեր որ բանտերում են այս պահին, այն մարդիկ մեզնից ավելի ազատ են, քան որ մենք դրսում ենք։ Ինչ տարբերություն, գոնե իրենք գիտեն, որ պատժվել են սրանց կողմից, որ էլի երանություն է դառնում։ Էս էլ կա։ Բա արեք, պետք է ամեն մեկս մենք մեր տեղում, չեմ ասում արեք, անենք։ Ես ինչ կարող եմ անում եմ, դու ինչ կարող ես անում ես ռազմական։ Բայց ասում են մարդկանց էլ վախեցնում են, որ նույնիսկ եթե սրբազաններին են կալանավորում, Սամվել Կարապետյանն են կալանավորում, հա, իր դեպքում բոլորին է կարող է կալանավորել եւ արդեն ինչ 20-ից ավել մարդ է քաղբանտարկյալ Հայաստանում նստած, բայց մենք եթե շարունակենք ազգային ժողովի ելույթների մակարդակով մնանք, ուր կհասնի։ Գիտեք ինչ, ինքը միջև կարա 2045 թիվներ մնա այս Նա արդեն գաղափարական տրանսֆորմացիաների է ենթարկում հասարակությանը։ Նա գաղափարական տրանսֆորմացիայի է ենթարկում, զրկելով մեր ժողովրդին ինքնության իրավունքից։ Սա ամենակարևորն է։ Այսինքն ինչ է նշանակում հայ։ Ասենք ինչ է նշանակում շվեդ, օրինակ։ Ինչ է նշանակում ֆրանսիացի, ես չեմ ասում բայց ամերիկացին էլ ունի այդ գաղափարները, որովհետև երբ որ գաղթել գնացել են Ամերիկա, դրա տակ գաղափար է դրա այդ երկիրը։ Ասելա դու ամերիկացի ես, քո դրոշը, քո ժողովրդավարությունը, քո իրավունքը, էսը այնը, ինքը այդ ամերիկացում, որը արմատով իտալացի է, հայ է, ֆրանսիացի է, թուրք է, չգիտեմ, չեչեն է, ինչ է, ինքը այդ ամերիկյան պետության գաղափարները
դրել է այդ մարդու մեջ, դպրոցից, մանկապարտեզից ինքը իրեն մեջ սերմանել է այդ ամեն ինչը։ Մեր պարագայում մենք դա ունեցել ենք եւ ունենք այդ ինքնությունը, որը պատմական հիշողությամբ, կրթությամբ, հա, դարեդար, այո, տխուր դիպվածներով, տխուր խութերով հայ ժողովրդի պատմությունը, տխուր կորուստներով, չգիտեմ, տարածքային, մարդկային, հա, եւ այլ, բայց այդ մերն է։ Դա մերն է։ Դե հիմա օրինագիծ են ձևավորել հայի ինքնությունը։ Սա է ամբողջ հարցը։ Հիմա սա ինչ է ուզում։ Ասում սա տարածք է, սա հայրենիք չի։ Հայ լինելու քո կարևորագույն գործոնը ինքը իջիկ է դարձնում, ասում է, այդ Արարատ Սարը անիմաստություն է։ Այդ քո ազգային բաները անիմաստություն է։ Դու պիտի հասկանաս, որ դու պետք է ուտես խմես մանգաս։ Ոնց կարա պետությունը, եթե սա իհարկե պետություն է, էլի, պետությունը հիմքում դնի ուտել խմելը։ Հետոնիզմի քարոզ։ Հասկանում եք։ Այսինքն պետության գաղափարը ուտել խմելն է։ Դուք սենց պետություն աշխարհում տեսած կաք, որտեղ ամենաբարձր մակարդակով քարոզվի, որ պիտի ուտես խմես, երգես ապարես։ Ոնց կարա սենց բան լինի։ Սա բնականաբար հատուկ մտածված քարոզչություն է, հատուկ, այսինքն մարդուն, հային, այս դեպքում ինքնությունից զրկելու հստակ ծրագիր է, որի արդյունքները ավելի վատ ձևով մենք կստանանք, ասենք օրինակ 10 տարի հետո, ասեմ ինչի, որովհետև եթե դուք հիմա ուշադիր լինեք, թե դպրոցական ծրագրերում իրենք ինչեր են ներմուծել, եւ այդ երեխաները, մեր երեխաները ինչեր են սովորում եւ ինչպիսի ուղեղների լվացման ծրագրեր են իրենք ներդրել, որի վրա առանձնապես մենք ուղղակի այսպես ասում անցնում ենք, բայց դա այն ֆունդամենտն է, որ 10 տարի հետո այդ երեխաները ոչ մի բանի մասին են լինելու, հասկանում եք, այսինքն աշխարհի քաղաքացի, հա, եթե իհարկե 10 տարի այս մեր երկիրը մնա, էլի, ես լավատեսության պարագայում եմ ասում, աշխարհի քաղաքացի անհասկանալի ազգությամբ, իրենք դա են անում, բայց ես չեմ ուզում հավատամ, որ այդ ամեն ինչը մենք չենք կանխելու ինչ որ պահից էլ, ինչ որ մի դիպվածով կամ ինչ որ մի բեկման արդյունքում, դա ուղղակի կլինի աղետը։ Մինչ այդ ամենը կանխելը օրինագիծ են դրել շրջանառության մեջ, դուք մանրամասն անդրադարձել եք դրան ուղիղ եթերով իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության հայեցակարգը, որտեղ դուք ձեր խոսքում արդեն նշեցիք Վիշնու տառապանքը խնդիր են, պետք է լինի ուրախության եւ այլնի մասին, պատերազմի քարոզ չլինի, սա Գլավլիտի Նիկոլ Փաշինյանական տարբերակն է լինելու, այսինքն։ Միանշանակ, քանի որ ինքը իրեն հռչակել է ամեն ինչ, ինքը եւ սպորտսմեն է, ինքը եւ մշակութաբան է, ինքը եւ թատերական գործիչ է, ինքը եւ բեմադրիչ է, դուք հասկանում եք, չէ՞։ Մենք հիմա կարող ասենք զավեշ, բայց զավեշ չի, մենք ինչի վրա ծիծաղել ենք, դա իրականում տեղի է ունեցել ռազմիկ, եթե դուք տեսել եք։ Ինչի վրա ծիծաղել ենք, դա իրականության մեջ մենք դա տեսել ենք։ Հիմա ես բացարձակ չեմ վարանում ասել, որ այս որոշումը կայացնելուց հետո, որը շատ արագ հեսա չզեկուցվողով կմտնի կառավարության նիստ։ Դուք ուշադիր եղեք, չենք էլ նկատի երբեն անցկացրել սա, ինքը գնալու է թատրոն, դուք չզարմանաք։ Եվ բեմադրիչի ֆունկցիա բանա, մեր օրերի Ստանիսլավսկի է էլի դառնալու։ Ինքը գնալու է ասի, որ այս ամեն ինչը պիտի տեղի չունենա։ Օրինակ օրեր առաջ իմ աղջիկը գնացել էր դրամատիկական թատրոնում Փարիզյան դատավարություն ներկայացումը, որը Ասալայի գործողությունների մասին է պատմում դա, եւ վերջում Ասալայի երկու կարկառուն ներկայացուցիչները ներող թող լինեն այս բան անունները չեմ հիշում, քանի որ վաղուց ինքս եմ դիտել այդ ներկայացումը, հետո բեմ են բարձրանում, ծափերին են արժանանում, որտեղ այդ մարդիկ մեր ժամանակակիցներն են եւ կան ապրում են Երևանում հիմա։ Այդ մարդիկ բոլորը ողջունում են եւ այլն, եւ դա ցեղասպանության վրեժխնդրության մասին է, հա։ Այդ ներկայացումը ես վստահ եմ, որ չի լինելու այդ դրամատիկական թատրոնում։ Այսինքն այս ծրագիրը, որը ինքը կյանքի է կոչում այն կնոջ հետ միասին ԿԳՄՍ նախարարի, այդ բոլոր այդ կարգի բովանդակություն ունեցող ներկայացումները, երգչախմբային երգացանկերում տեղ գտած երգերը, գրականության մեջ հիշատակվող բոլոր գործերը, Արարատը փառաբանող, հայրենիքը փառաբանող բոլոր ստեղծագործությունները, այսինքն դա Չարենցն է, Շիրազն է, չգիտեմ, Թումանյանն է, բոլոր մեր գրողները միշտ հայրենիք են գովել, Մասիս Սար են գովել, հասկանում եք, այս ամեն ինչը իրենք փոխելու են, ասենք Բեռնարդ Շոուի
ծրագրում տեղ են գտնելու արտասահմանյան գրականության ներկայացուցիչները, տեղ են գտնելու, իհարկե դա էլ է կարևոր, դա էլ պիտի անցնեն, բայց իրենք ամբողջությամբ հայ գրականությունը զտելու են հանեն։ Թողեն մենակ ինչ որ sense անկապ կամ Նիկոլ Փաշինյանի բանաստեղծությունները գիտենք ինչեր ա գրում էլի։ Այդտենց ինչ որ բաներ ա մնալու մեր երեխաների ուսումնական ծրագրերում։ Ես դրա համար եմ ասում, պետքա շատ ուշադիր լինել, թե դպրոցական ծրագրերում ինչ են իրենք ներմուծել այս պահին արդեն եւ ինչ են պատրաստվում ներմուծել այս գլավլիտի, ինչպես դուք ասեցիք, որոշումը շրջանառության մեջ դնելուց անմիջապես հետո։ Հիմա նույնիսկ այս իրավիճակում մշակույթի արվեստի գործիչների զգալի մասին լռությունը ինչի մասին է, որ պետական աջակցությունից օգտվելու համար կգնա նույնիսկ այսպիսի փոփոխությունների։ Գիտեք, սա վերաբերում է բոլորիս։ Սա մենակ այդ արտիստի խնդիրը չի, այդ թատրոնների մարդկանց խնդիրը չի։ Իրենք գիտեք խոսում են, բայց իրենք խոսում են իրենց մշակութային օջախների խոհանոցներում, կուլիսներում։ Իրենք վախենում են դրա մասին բարձրաձայնել։ Եվ իրենք լուր բողոքելու են էլի, եւ դրամատիկական թատրոնից ես ինչու եմ անդադ օրինակ բերում դա, որտեղ ես գիտեմ, որ այդ ներկայացումը հանելու են շուտով։ Դրամատիկական թատրոնի ցանկից դա կհանեն եւ դրամատիկական թատրոնի աղմուկը դուք չեք լսի, դրա մասին էլի կխոսենք ես, դուք եւ էլի մեր նման լրագրողները կամ հանրային ակտիվ գործունեություն ծավալող գործիչները եւ ոչ ավել։ Եվ այդ աղմուկը մենք արդեն գիտենք, այս տարերայնության մեջ մեր երկրի 1-2 օր է տևում։ Ամենախայտառակ հանցագործությունը անգամ, որը տեղի ունեցավ օրեր առաջ Փարաքարի համայնքապետի հետ, թե ինչպես է, մարդուն դրեցին, սպանեցին, 2-3 օր է տևելու, Ռազմիկ։ Նույնն էլ դա է։ Եթե մարդկային կյանքերին մենք այսպես ենք հրաժեշտ տալիս, ինֆորմացիոն, այո, վա ինչ վատ է եւ այլն, ինքը հասել է նրան, որ մեր ողբերգություններն ու դժբախտությունները այնքան անչափելի են, որ մենք այլևս մեր ուղեղի ծավալով չենք կարողանում անընդհատական անդրադարձ ունենալ այդ ամենին։ Մենք չենք կարողանում, մենք այլևս ի վիճակի չենք։ Նույնն էլ լինելու է այս կարգի բաները եւ իրենք հանգիստ անելու են, իսկ այնտեղից դիմադրություն չի լինելու։ Ես 100% վստահ եմ ուղղակի։ Այսինքն բարոյական խեղման հետ ենք գործ ունենալու։ Բարոյական խեղված ենք մենք արդեն իսկ, սա այնպիսի իրավիճակի է մեզ հասցրել, որ մեր մեջ բացառապես գեներացվել է ատելությունը։ Ցավով պիտի ասեմ, բայց մեր բոլորի մեջ կա դա։ Այդ ատելության արդյունքում մենք ատում ենք ամեն ինչ։ Մենք անգամ հոգ չենք տանում այդ ամեն ինչի համար։ Տեսեք ինչ, օրինակ ասում ենք որևէ թատրոնում այսպիսի մի բան չէ կարձանագրվի։ Մենք գիտեք դրան ինչ ենք հակասելու մի անգամից, ասելու ենք լավ են արել, բա որ դուք ոչ մի բան չեք անում։ Սենց ենք ասելու։ Ես էլ եմ տենց ասելու, ես գիտեմ։ Ես բայց կբարձրացնեմ, աղմուկ կանեմ զուտ իմ մասնագիտական դաշտից եւ հարթակից ելնելով, բայց մեծավ մասամբ մարդիկ կասեն, բա որ սենց չեք անում, նենց չեք անում կամ 2018-ին գնացե դրանց կողքը կանգնել եք, օրինակ, հա, այդ մշակութային գործիչների եւ այլն։ Արդյունքում բան չի փոխվելու էլի։ Մենք մաղձոտելու ենք, հերսոտելու ենք դրանից, բարկանալու ենք, ջղայնանալու ենք, նրանք ձեն չեն հանելու կամ կարող է մի 2-3 բառ ասեն են կողմից, արդյունքում հարցը այսպես թե այնպես չի լուծվելու։ Իսկ ինչ պետք է արվեր։ Մեկ բան։ Սա պետքա հեռացվի։ Ինքը չի գնալու երբեք, եթե իր կամքով մնա, իրեն պետք է հեռացնենք։ Հեռացնենք։ Եվ եթե մենք անգամ ունենք սահմանադրական ճանապարհ, որ դա կարող է լինել impeachment-ի միջոցով, իհարկե դա շատ լավ գործիք է ընդդիմության համար, բայց ցավոք այսօրվա Նիկոլի վկաների այդ աղանդավորական խմբակը, դա ուղեղները լվացած աղանդավորական խմբակ է ամբողջությամբ եւ նրանք իրենց գուրուին զոհ չեն տա էլի, խելք չունեն։ Իրենց գուրուին զոհ տալու պարագայում իրենք գոնե փրկություն կստանան, իրենք դա էլ չեն հասկանում։ Իրենք համակերպվել են եւ արդեն հաշտ են մտքի հետ, որ իրենք իրենց զոհի հետ պիտի գնան, զոհաբերվեն վաղ մյուս օրը։ Դա էլ իրենց իրավունքն է ընտրության զոհ դառնալու։ Հիմա իրենք գիտեն զոհ ասելը, այսինքն քշելու է տանի էլի այս ջուրը, այս ամեն ինչը իրենց եւ իրենք հո հավերժ չեն գնալու։ Դե տեսել ենք այս տարիներին ում հետ ինչ է եղել։ Արդարադատության արժեվ Ռազմիկ, իրենք բոլորը կանգնելու են արդարադատության առջև։ Որևէ իշխանություն հավերժ չի։ Մուբարաքը, Եգիպտոսի նախկին նախագահը, 43 տարի կառավարել է Եգիպտոսը եւ խայտառակ կերպով իր ժողովրդի ցասման հետևանքով նա
ջախջախիչ կերպով գաղտնիքեց է արվել։ Մենք հիմա կարող է պրոյեկտենք եւ ասենք, որ այդ պատմությունները եղել են, չգիտեմ, հեղափոխություններ, գունավոր, չգիտեմ ինչեր եւ այլն, սովորաբար գունավոր հեղափոխությունները պատահական տեղներ չեն լինում, այսինքն այդ հավաքված էներգետիկան բացական դա ինչ-որ մի տեղից պայթում է, միգուցե դրա համար շատ չնչին, աննշան մի հատ առիթ է պետք, որպեսզի դա պայթի, այստեղ էլ անույնը լինելու, այսինքն չի կարող դա անընդհատ եւ դա գունավորներով իհարկե պայմանավորված է, բայց միայն գունավորը չի 43 տարի Մուբարակ դուք պատկերացնում եք, այդ ժողովուրդը էլ չէր ուզում ուղղակի այդ մարդուն տեսներ։ Այդ ուրիշ բան, որ դրանից հետո Եգիպտոսը ունեցավ տնտեսական կրիզ, խնդիրներ եւ միջև հիմա էլի չի կարողանում գտնել իրան, որովհետեւ 43 տարի համակարգերը բացառապես մեկ անձի վրա էր կառուցված, հասկանում ես, այս անձին հանում ես, երկիրը փլվում է։ Այս է խնդիրը։ Այսինքն հիմա նույնը փորձում է Նիկոլ Փաշինյանն անել։ Հիմա նույնը, տեսեք, ինչա, չէ, ինքը այդ ամբողջ բաները փլել է արդեն, բայց պետք է ցավոք ասեմ, որ այս երերունությունը, որը մեր երկրում կար, այս ինստիտուցիոնալ երերունությունը, սա էլ մեր անկախությունից հետո բոլոր նախագահների թերության խնդիրն էր։ Իհարկե փառք ու պատիվ իրենք կարողացել են անկախությունից հետո ձևավորել ինչ-որ ինստիտուտներ, կամ ժամանակն էր քիչ չկարողացավ դա վերջնական կայանալ այդ ինստիտուտները, կամ էլ միգուցե այդ ինստիտուտները էլի որոշակիորեն յուրաքանչյուրի անձով էր պայմանավորված, որ սիստեմը աշխատում էր, հասկանում եք, մենք ամեն դեպքում չենք կարողացել ցավոք սրտի ձևավորել այնպիսի ինստիտուտներ մեր երկրում, որ Պողոսը գնա, Մարտիրոսը գա, այդ ինստիտուտը չքանդվի, կամ մենք չունենանք տրված այնպիսի լիազորություններ դրանց, նույն մեր սահմանադրությունը այս վերջի, որը տալիս է այնպիսի հնարավորություններ, որը այս ձև անձնական ձեռքերով կարողանում է քարուքան դանել եւ տալիս է իրեն հնարավորություն մանիպուլյացիայի եւ մանևրելու այդ սահմանադրությունը։ Այսինքն մենք այս ամեն ինչից պիտի դասեր քաղենք, որպեսզի վաղ մյուս օրը նույն խնդիրների առաջ էլի չկանգնենք, եթե կարողացանք փրկել այս մի կտոր հայրենիքը։ Սա է հարցը։ Երբ որ տարբեր ժամանակահատվածներում քննարկվում էր Նիկոլ Փաշինյանը կարմիր գիծ ունի, չունի, նա ցույց տվեց, որ իրականում չունի, որովհետև նրա ձեռքերը նույնիսկ եկեղեցուն հասան։ Եկեղեցու դեմ արշավանքը նա խոստացել է շարունակել ավելի լայն թափով, հիմա ասում էր միջազգային այցերի մեջ է եւ այլն, մի փոքր ժամանակ չունի դրա համար եւ ամենայն հացկաթոյկոսին էլ ժամանակ էր տվել, որ ինքնուրույն հեռանա, ինչ սպասել Նիկոլ Փաշինյանից այս ուղղությամբ։ Ռազմիկ, սա այն նույն պատմության շղթայի մի մասն է, որը հաղորդման սկզբում խոսեցինք, այսինքն այս գեղագիտության մասին այս ծրագիրը, որը իրենք պետք է կյանքի կոչեն, այդ դրա մեջ նաև եկեղեցու խնդիրն է ներառված, այսինքն ազգայինի ոչնչացում, հավատքի ոչնչացում եւ բնական է ինքը հիմա անունը դրել է, որ ամենայն հայոց կաթողիկոս, բարձ է չէ, որ սա բոլորովին այլ խնդիր է, որովհետեւ այս մարդը ուզում է մեր ինքնությունը ոչնչացնի, ջնջի, այսինքն հայ չէ, հայ ես, բայց դու պետք է լինես մոլորակի քաղաքացի, հիմա իրական Հայաստանի հայ, ոչ թե պատմական։ Իրական Հայաստանի եւ վերջերս չմոռանանք, որ սա ասում է, որ սա 4-րդ հանրապետությունն է ինքը ստեղծում, ինքը համարում է, որ 3-րդ հանրապետությունը մինչեւ այդպես առաջի, երկրորդ, երրորդը մենք սխալ մոտեցումներ ենք ունեցել եւ այդ ազգային մոտեցումները շատ սխալ են եղել եւ եկեղեցու նկատմամբ մոտեցումները սխալ են եղել, իհարկե հաշվի առնելով, որ սովետական միության ժամանակ աթեիզմը քարոզվել, բայց անգամ սովետների օրոք որևէ մեկը եկեղեցի չի փակել եւ գահընկեցի կոչ չի արել ամենայն հայոց կաթողիկոսին, շարունակել է կաթողիկոսը գործել եւ իր նստավայրում լինել։ Ճիշտ է, այն ակտիվությունը եւ այն ծաղկուն շրջանը, ինչ անկախությունից հետո եկեղեցին ունեցել է, բնական է 70 տարիների ընթացքում չի ունեցել եկեղեցին, բայց այնպես է չի եղել, որ կասեցվել է ինքը, հասկանում եք, չի կասեցվել իր գործունեությունը։ Հոգեորականներ եղել են, Գևորգյան հոգևոր ճեմարանը գործել է, մարդիկ գնացել են, ընդունվել են, սովորել են եւ ամենաուսյալ եւ կրթյալ մարդիկ Գևորգյան ճեմարանից են դուրս եկել եւ սովետները շատ լավ գիտեին դրա մասին։ Իսկ հիմա սա ինչ է անում։ Սա անում է մի բան, որ միայն թշնամու օրակարգն է սպասարկում դրանով։ Թշնամին։ Թուրքն է, որ չի ուզել եկեղեցի մեր եկեղեցին լինի, սա թուրքն է, որ ասում է դու ազգային բաներ պիտի չունենաս, թուրքն է, որ ասում է դու երկերաշտություն չունես, դու գրականություն չունես, դու ոչ մի բան ես, դու քոչվոր ես։ Սա ասում է, հա, ճիշտ եք ասում։ Էսի ժողովրդա, որ էսի ոչ մի բան է։
Ուղղակի մի տարբերությամբ, եթե նախկինները Թալյատ էին, Էնվեր էին, չգիտեմ ինչ էին, Էրդողան էին, Ալիև էին, սրա ազգանունը Յանով ա վերջանում, այդքան բան։ Բայց Փաշինյան ամեն դեպքում։ Դե հա։ Միշտ բառը ունի իր ստուգաբանությունը եւ յուրաքանչյուր բառ եւ արմատ ունի իր էներգետիկ նշանակությունը։ Լավ դիտարկում եք անում, Փաշինյան արդեն լավ չի։ Իդեպ Ադրբեջանից արդեն բարձրացնում են Արևմտյան Ադրբեջանում մզկիթների վերականգնման պահանջ։ Ասում են, որ դա կլինի դիվանագիտական հարաբերությունների հաստատման լավագույն քայլը։ Իսկ մեզ մոտ պետքական մզկիթները վերականգնեն։ Այո, իրենք Արևմտյան Ադրբեջան ասելով Հայաստանի սուվերեն տարածքը նկատի ունեն։ Դե գիտեք ինչ կա, երբ որ իրանց դիմաց կանգնած է Փաշինյանը, այս դեպքում իրենք կասեն մենք ոչ միայն ուզում ենք հները վերականգնենք, եթե իհարկե այդպիսիները եղել է, ես չեմ հիշում, իրենք տենց շատ են ունեցել։ Ինչ են ունեցել, սովետի թվին այնպես չի, որ հավատքի նկատմամբ կար այդպիսի հարգանք եւ մարդիկ գնում էին համատարած եկեղեցիներ եւ այլն, դա նաեւ մեր պարագայում չի եղել, մենք քրիստոնյա հայ լինելով հանդերձ չենք ունեցել դա, այսինքն սովետները ամեն դեպքում սահմանափակումներ էին դնում եւ մարդիկ վախենում էին գնային եկեղեցի։ Այդ իրենք ինչ են ունեցել, որ սովետական Հայաստանի ընթացքում ստեղ որ մի հատ էլ ուզում են վերականգնեն։ Չէ, վերականգնել, բայց հիմա իրենք պահանջ կդնեն, որ պիտի կառուցենք։ Իհարկե։ Ոչ թե վերականգնենք։ Ես մի քիչ կասկածում եմ, թե դրանք ստեղ ինչ-որ բան են ունեցել, որտեղ սովետների ժամանակ առանձնապես հավատքի հանդեպ բան չի եղել, էլի, ձևակերպում այդպեսին որպես չի եղել։ Կգանք, ասեն, մենք ուզում ենք նորերը կառուցենք։ Եվ սա կասի, այո, սա դիվանագիտության եւ խաղաղության օրակարգի մի մասն է։ Ուրեմն մենք պիտի գոնե Բաքվում վերականգնենք հայկական եկեղեցին մեր եւ մենք այնտեղ ունեցել ենք առաջնորդ Բաքվի հայկական եկեղեցում հիմա ինչ վիճակում է Բաքվում հայկական եկեղեցին որևէ մեկը լուրում պահեստի է վերածվել այո պահեստի է վերածվել Նախիջևանում որտեղով ինքը ուզում է կապ հաստատել գնալ գալ իր եղբայրների հետ Նախիջևանի մասով ինչ են արել այնտեղ վերջին հենց 20-րդ դարի այս վերջում ամբողջ Ջուղայ խաչքարերը ջարդ փշուր են արել ադրբեջանցիները հենց Նախիջևանում Բա մենք ստեղից ինչ որ ձայն չունենք, որ պետքա բարձրացվի։ Մենք ձայն չենք անում, որ խաղաղության գործընթացին չխաթարենք։ Ի վերջո օգոստոսի 8-ից ըստ Փաշինյանի արդեն խաղաղություն է հաստատվել։ Սա ֆեյք օրակարգ է, բոլորս գիտենք, եւ մի դիտարկում պետք է անեմ։ Երբ որ պետությունները իրար միջև ձևակերպում են խաղաղության պայմանագիր եւ նույնիսկ գնում են դրան, որ ստորագրեն, ես ուզում եմ հասկանամ, դե որ այտենց խաղաղությունը ձևակերպել եք արդեն, ի՞նչ նախանգարում, որ դրանք պիտի լինի սահմանապահ պոստերով, մաքսային պոստերով, ոնց ասենք մենք գնում ենք Վրաստան օրինակ։ Մենք գնում ենք Վրաստան, սահմանապահ պոստերը կա, ցույց ենք տալիս, գնում ենք, անցնում ենք եւ այլն, եթե այդպիսի խաղաղ իրավիճակների մեջ ենք մենք հայտնվում։ Բայց սա ընդամենը մեկ ճանապարհի իրավունքի ծրագիր է, որը բացառապես թշնամի եւ խնդիր ունեցող երկրների միջև այսպիսի ճանապարհներ գծվում։ Այդպիսի ճանապարհներ եղել է նաեւ Գերմանիայում, երբ որ սովետի ժամանակ արևելյան արևմտյան Գերմանիաները, հա, խնդիր ունեին եւ մեկ ճանապարհ կա, որտեղով ապրանքներ էին տեղափոխում եւ այլն։ Այսինքն սա այդ նույն բնույթի ճանապարհ է լինելու, այսինքն սա խաղաղության մասին չի խոսքը։ Սա երկու թշնամի պետությունների միջև պարզապես տնտեսական եւ ռազմական շահերը սպասարկելու համար է, որտեղ դուժողը էլի մենք ենք։ Մենք ձայն չունենք, բայց սա մեր վրա ուզում է դա ծախի, իբրև խաղաղության պայմանագիր եւ խաղաղության օրակարգ։ Իսկ նա այնտեղից ինչ է ասում։ Նա այնտեղից ասում է իմ քաղաքացին ատեղով անցնելուց պիտի ոչ մի հայ երես չտեսնի, ոչ մի մաքսավորի երես չտեսնի, ոչ մի սահմանապահի երես չտեսնի։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է սարքեր կդնենք, այս որ թիվն է, որ պետք է այնտեղ մարդիկ կանգնեն։ Բա որ այտենց խաղաղ են իրենք, ես էլ սա եմ ասում, բա որ այդպես ամեն ինչ հրաշալի է, իրենք նստում են իրար հետ սուրճ են խմում, ջան են ասում, ջիգար են անում, մի ադրբեջանցի միգուցե ուզում է իր անձնագրով գալ անցնել մտնել Երևան, այստեղ մի բաժակ սուրճ խմել եւ վերջի վերջո գրել իր Instagram-ներում, որ ես Երևանում եմ, ինչպես մենք գնում ենք Թբիլիսի եւ այդպիսի ուրախ նկարներ ենք հրապարակում։ Բա որ տենց խաղաղ եք, ուր է ձեր պոստերը սահմանապահ։ Բա տենց մենք մեր անձնագրով մենք է գնանք Բաքվում ման գանք, կարող եք։ Գնանք ման գանք։ Գնանք Նախիջևան, ես ուրիշ բան չեմ ասում, գնանք Նախիջևան։ Այդ ճանապարհը տենց գնալու է, չէ՞, մենք է կարող ենք գնալ Նախիջևան։ Մեզով է թողելու, որ ընդեղով անցնենք մենք կամ մտնենք։ Վիզներս են կտրելու, ինչի մասն է խոսքը։
Այնպես որ այս ամեն ինչը fake է, այս ամեն ինչը բոլորը շատ լավ գիտենք, որ կեղծ է, ուղղակի կրկին հարցը գնդակ ընդդիմության դաշտում է այս դեպքում, որ պետք է հստակ եւ ճշգրիտ քարոզություն կարողանան իրականացնել մեր ժողովրդի ուղեղին հասցնելու, որ ժողովուրդ ջան, այստեղ խաղաղության օրակարգի մասին խոսք ընդհանրապես չկա։ Դուք մտածեք, որ ամեն ինչ պետք է անել, որ սա հանկարծ 26-ին չվերարտադրվի, եթե մենք իմպիչմենտով հաջողության չենք հասնում։ Բայց եթե այսքանից հետո ժողովուրդը չի սթափվում, էլ ինչ անի ընդդիմությունը։ Ես կարծում եմ, որ նա բացարձակ մեծամասնություն ամեն դեպքում 26-ի ընտրություններում չի ունենալու, որովհետև անկախ ամեն ինչից ինքն էլ դա շատ լավ գիտի, ի տարբերություն անգամ 21 թվականի, հիմա իր ձայները շատ ավելի նվազել են եւ ոչ թե որ ժողովուրդը խելքի է եկել, չէ, խելքի եկած եւ խելքի բերված ժողովուրդը 21 թվին նրան 680,000 ձայն չէր տա, ցավով պետք է արձանագրել, որովհետեւ դեռ թարմ վերք ունենալով, երբ նրան այդքան ձայն է տվել, ինձ համար խիստ մտահոգիչ է այս փաստը, բայց հիմա 26-ին իր ձայների պակասը ես պայմանավորում եմ մի շարք գործոններով, դրանցից մեկը լրջագույն սոցիալական ծանր իրավիճակն է, հարկային քաղաքականությունն է, որ մտել է մարդկանց գրպան, այս անհեթեթ ռեֆորմներն են, որ իբրև ինքը անում է, հայտարարագրում եւ այլն, թանկացում, հայտարարագրում, այսինքն կարևոր հարցեր են, բայց սրանք են իրականում ազդեցություն ունենալու, որ իրեն ձայն չեն տալու։ Սրանք են ազդեցություն ունենալու, այլ ոչ թե որ մենք 23 թվին կորցրեցինք Արցախը։ Ստեղ էլ մենք ունենք բարոյական խնդիր, իհարկե, որը հետագայում, երբ որ մենք սրան կհանենք, հետագայում մենք պետք է շատ լուրջ շեշտադրումներ անենք հասկանալու համար, թե ինչու է մեր հասարակությունը այսպես կարևոր եւ լրջագույն հարցերի նկատմամբ այսպիսի վերաբերմունք ցուցաբերում։ Սա արդեն լուրջ ազգային խնդիր է։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ 168 TV եթերում ռիվյուներ։ Հետևեք մեր հետագա թողարկումներին։